Գևորգի տված հավերի ածած ձվերն է այս կինն իր հետ հակակոռուպցիոն դատարանի բակ բերել։ Չի հավատում, որ Գևորգին կալանավորել են իրեն հավեր տալու համար։ Գևորգը անցած տարի 25 թվին ապրիլին օգնություն ա տվել մոտ մի 50 հավ դիմել ենք մեզ էլ ա տվել։ Ածան հավեր են եղել։ Չէ, այն վաղ չէ, իսկ հիմա հա, արդեն մեծ հավեր են։ Մի աղմկոտ գործի համար է կալանավորված Գևորգ Խամոյանը, որ միացեք հայեր նախաձեռնության համակարգողն է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, թե երիտասարդը ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեներ կորզելու համար արգելված բարեգործություն է արել։ Դատարանի բակում հավաքված արցախցիներն ասում են, որ իրենք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն եւ Գևորգից հավի ճտեր խոզի գոճիներ են վերցրել, որ ապրելու միջոց ունենան։ Արցախցի Իրինան, որ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 2 որդի է կորցրել, վերջերս է իմացել, որ Գևորգ Խամոյանը կալանավորվել է մայիսի 25-ին։ Դե մենք դեռ քաղաքացիություն չենք վերցրել, դրա համար էլ չենք մասնակցել։ Կաշառք չի եղել։ Ոչ մի կաշառք, ոչ մի բան, այն վաղ դեռ չգիտենք, որ կարող է ընտրություններ լինի։ Գևորգ Խամոյանի բարեկամը, որ նրա հետ կամավորական աշխատանքների է մասնակցել միացեք հայեր ծրագրով, ասում է, որ 2023-ից բռնի տեղահանված արցախցիներին այդ ծրագրով ընտանի կենդանիներ են տալիս մարդկանց հոգսերը թեթևացնելու համար։ Գևորգի բարեկամը հերքում է հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքը։ Նրա խոսքով Խամոյանը ոչ մի կապ չունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։ Ինքը вообще քաղաքական ոչ մի ուժի հետ կապ չի ունեցել։ Միջև այդ արգելքը լինելն էլ ինքը զբաղվել է բարեգործությամբ, արդեն կլինի 5 տարի։ Համբարձու Մկրտչյանը պատմում է, որ ապարանի գյուղերից մեկում մարդիկ հետաքրքրվել են, թե ովքեր են այդ օգնության հետևում կանգնած, գուցե ընտրակաշառք են բաժանում։ Ժողովուրդը հարցրեց էլի, այս քաղաքապետարից այս օգնությունը ինչ որ քաղաքական ուժ է կամ չգիտեմ ինչ, լավ հիշում եմ, ասես չէ, մենք ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունենք, ոչ մի օրենքի քաղաքապետարանի, չգիտեմ, այդպիսի բաների հետ կապ չունենք, այդ բարերար մարդիկ են ստեղծել հայր միացեք խումբը, ես ուղղակի որպես միջնորդ անձ իրանց գործն եմ անում։ Գևորգ Խամոյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում է արդեն 1 ամիս։ Նրա փաստաբան Գևորգ Խաչիկյանը հույս ունի, որ հակակոռուպցիոն դատարանը կվերացնի իր պաշտպանյալի կալանքը։ Ոչ մի կերպ չենք ընդունում տվել մեղադրանքը, Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության անդամ չի հանդիսացել, որևէ կուսակցության անունից բարեգործություն չի իրականացնել։ Դատարանը շարունակում է Խամոյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։ Արցախից բռնի տեղահանված տասնյակ մարդիկ հակակոռուպցիոն դատարանի բակում արդար վճռի են սպասում։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։